Բարի լույս։ Սիրելիներ, այսօր մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին հիշատակում է երկու մեր մեծ առաքյալներին, Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներին, ովքեր համարվում են հիմնադիրները մեր հայաստանյաց առաքելական մայր եկեղեցու։ Այո, նրանք երկուսով կարողացան հիմք դնել, սերմնահատիկը դնել այս հողի վրա, որտեղ մինչև այսօր պիտի մեծանար, որպես ծառ դառնար եւ այդ ծառը դառնար բնագիչ թռչուններով լեցուն հայ եկեղեցին։ Եվ Փառք Տիրոջը այս երկու առաքյալների համար, որ ուղարկվեցին Հայաստան աշխարհ մեծ քրիստոնեությունը քարոզելու։ Այս առաքյալների շարավիղն ենք յուրաքանչյուր մեկը, սիրելիներս։ Մենք հոգևոր տասս մեր ձևով, այն օծմամբ, որ իրենցից է փոխանցվել, դուք հավատացյալներդ ձեր ձևով, այն օծմամբ, որ մգրտության միջոցով եք ստացել։ Ամեն դեպքում մենք բոլորս հետնորդներն ենք Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների։ Բայց իրենք նույնիսկ այն ժամանակ երկուսով քարոզելիս գիտեին, որ անհրաժեշտություն կա հոգևորականների, անհրաժեշտություն կա մարդկանց, որոնք պիտի շարունակեն այդ առաքելությունը պահել։ Մի զարմացեք, բայց միշտ այդ անհրաժեշտությունը կա, որովհետև քարոզչության պակասը միշտ կա։ Որքան էլ մենք քարոզում ենք, հասկանում ենք, որ դրա պակասը կա, իսկ դրա համար մեզ մարդկային ռեսուրսներ են պետք։ Այս մասին է խոսում մեր Տեր Հիսուս Քրիստոս Մատթեոսի ավետարանի 9-րդ գլխում։ Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում արքայության ավետարանը եւ բժշկում ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները։ Տեսնելով ժողովրդի բազմությունը, Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած ու լքված էին, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ։ Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձքն առատ է, մշակները սակավ։ Արդ աղաչեք հունձքի տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ հանի»։ Սիրելիներ, Տիրոջ պատգամն է, աղաչեք հունձքի տիրոջը, որ մշակներ հանի, իր հունձքի համար մշակներ հանի։ Մենք բոլորս Աստծուն ենք պատկանում։ Եվ այն մարդիկ, ովքեր կոչված են հոգևորական լինելու, եկեղեցական լինելու, առաքելությամբ զբաղվելու հոգևոր, նրանք մշակներն են Տիրոջ հունձքում։ Այսօր ես խնդրում եմ յուրաքանչյուր մեկիդ, բարեխոսությամբ Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների, մշտարթուն աղոթքի մեջ եղեք ձեր հոգևոր տասի համար եւ խնդրեք Տիրոջը, որ ավելացնի հոգևոր տասի քանակը, որովհետեւ ինչքան շատ են քարոզիչներն ու առաքյալները, ինչքան շատ են եկեղեցականները, այդքան մեր հոգևոր կյանքը ավելի ամուր է լինում, ավելի զորավոր է լինում եւ ավելի արդյունավոր է լինում։ Հետեւաբար այսօրվա խորհրդի մեջ այս է իմ խնդրանքը եւ այս է իմ պատգամը յուրաքանչյուր մեկիդ։ Չմոռանաք աղոթել նաեւ մեզ համար։ Աստված օրհնի ձեզ։